Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Իմնի հաղորդաշարի համահեղինակներն Արեգ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Ուժայինները առավոտյան են մտել նրանց բնակարան, խուզարկել, դրանից հետո ձերբակալել։ Քրեական հետապնդման պատճառ է դարձել փոդքասթի մի թողարկում, որտեղ Արեգ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն իրենց գնահատականներն են հնչեցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին։ Խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, թե Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին փոդքասթի ժամանակ հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։ Պաշտպանական կողմն անհիմն է համարում մեղադրանքները։ Ալեն Սիմոնյանը դատական հայցով պահանջում է, որ Վազգեն Սաղաթելյանը հրապարակային ներողություն խնդրի վիրավորանքի համար, փողատուցի 2 միլիոն դրամ, իսկ դատական ծախսերի համար ևս 530,000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում արժանախագահը պարզաբանել է, թե ինչու է հաղորդում տվել իրավապահներին։ Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու, իրար չենք այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը այդ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը եւ երբ որ մեկը մյուսին ստորացնում է բանել, որոշում են իրանք հաշվեհարդար գտնեն, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում են, գնում են կանգառով իրար տեսնում են եւ դանակահարում են, այդ որ տենց վրթովում էիք բոլորդ, ասում էիք, որ ինչ դեպք կա, հանցագործությունների շարքը մեծացել է եւ այլ, այս արդարացնելու հետևանք է։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ենթարկվում են նման բաների, դիմել իրավապահներին։ Ես չի կարող չդիմել եւ դիմելու եմ եւ դիմել եմ լավ եմ արել, բայց պետք է։ Հիմա լսենք իրավապաշտպանների մեկնաբանությունները ձերբակալությունների վերաբերյալ։ Մեստեղ բացի անձի ըստ մեզ ակնհայտորեն ազատության իրավունքի բացարձակ անհիմն սահմանափակման, բացարձակ անհիմն քրեական հետապնդման, նաև առկա է լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու բաղադրիչ։ Ի տարբերություն նախորդ քրեական հետապնդման, որը նույն հոդվածով էր 1.5 տարի առաջ, դա չարեցին։ Իրենք նաև իմ տեղեկություններով արգրավել են անտիֆեյքի ամբողջ գույքը, տեխնիկական միջոցները։ Չգիտեմ ավարտել են թե չէ, ես այնտեղ չեմ եղել, բայց արդեն այդ ամբողջը Ռուբեն Մելիքյանը հաստատեց, որ ամբողջությամբ դրանք արգրավել են։ Հետևաբար սա ակնհայտ է, որ լրատվամիջոցը փակելուն ուղղված գործողություն է, լրացնելուն ուղղված գործողություն է։ Ազգային ժողովի նիստն այսօր սովորականից ուշ է մեկնարկել քվորում չապահովելու պատճառով։ Նիստին 49 պատգամավոր էր ներկայացել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ գրանցումը բաց կմնա մինչև մյուս պատգամավորների ներկայանալը։ ԿՊ-ում նորածին բալիկ ունեցող 4 պատգամավոր կա, նորմալ է, որ ուշանան, ճեպազրույցի ընթացքում ասել էր Սիմոնյանը։ Ի վերջո նիստը մեկնարկել է, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ ու նախարարներ, մասնավորապես Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բյուջեի աճի դինամիկան սկսած 2018-ից։ Խոսել է նաև ոլորտային վարժարանի և ակադեմիայի կրթության մասին, նշելով վերջինում դիմորդներն ավելացել են 26%-ով։ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Արտարժույթով դա կազմում է 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 եւ արդեն 26 թվականին կատարված եւ կատարվելիք ծախսերը, ինչպես երեք եմ նաեւ նշել, աննախադեպ են։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին նիստին մասնակցության վերաբերյալ, պնդելով, որ նա կողմնակալ է, քանի որ Մեսրոպյանը 2023 նոյեմբերից ԿՊ անդամ էր։ Միջնորդությունը միաձայն մերժվեց, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստն էլ այս պահին շարունակվում է։ Ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելու մի շարք վերահսկողական, ստուգողական եւ այլ գործառույթներ հեծում մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ տևական շրջան հեծում տիրող իրավիճակը
թաքցվելով եւ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովից եւ իրավասու վերահսկողական եւ տեսչական լիազորությունները ողջված պետական այլ մարմիններից բերել հանգեցրել այն ճգնաժամային իրավիճակին, որ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված էր վարույթ հարուցել վարչական հեծի նկատմամբ եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնել։ Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրված ցորենի լաբորատոր փորձարկում է իրականացվել, հայտնում են ՍԱՏՄ-ից եւ վստահեցնում, թե արդյունքում վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Չի արձանագրվել շեղում սահմանային թույլատրելի խտությունից։ Որակի ցուցանիշների լաբորատոր հետախուզությունը դեռ ընթացքի մեջ է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով Հնդկաստանում է, նա մասնակցել է Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի եւ կայունության համաժողովի նստաշրջանին։ Պապոյանը հայտարարել է, թե Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ, հանդես գալով որպես իդեալական հաբ առևտրի, արտադրության եւ տեխնոլոգիական համագործակցության համար։ ՀՅԴ Հայդատի Եվրոպայի հանձնախումբը վրդովմունք է հայտնում նոյեմբերի 14-ից 15-ին Հայաստանում անցկացվելիք աղոթքի նախաճաշի կապակցությամբ, որը կատարվելու է վարչապետի աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Հայդատի Եվրոպայի հանձնախումբը վստահեցնում է, սա հերթական դեպքն է, երբ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Աղոթքի նախաճաշը Միացյալ Նահանգների ավանդույթներից է, ըստ որի միասին աղոթք անելը մարմնական եւ հոգեվոր սնունդ ստանալն օգնում են մարդկանց կարևոր հարցերով ճիշտ որոշումներ կայացնել։ Թուրքիան դադարեցրել է C-130 ռազմատրանսպորտային օդանավերի թռիչքները մինչև Վրաստանում ավիավթարի պատճառների հետաքննության ավարտը։ Իդեպ թուրք փորձագետներն ուսումնասիրում են ինքնաթիռը խոցելու վարկածը։ Ինչպես արդեն գիտեք, ավիաաղետից 20 զոհ կա։ Օդանավի մնացորդները կտեղափոխվեն Կեսարիա քաղաք տեխնիկական զննման համար։ Միջադեպից առաջ ինքնաթիռը աղետի որևէ ազդանշան չի արձակել։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Պեսկովը մեկնաբանել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի այն խոսքերը, թե ամերիկյան իշխանությունների կարծիքով Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Պեսկովն ասել է, իրենք դժվար թե համաձայնության կան այս հարցում։ Ռուբիոն հայտարարել էր, թե Պուտին-Թրամփ հաջորդ հանդիպումը պետք է կոնկրետ արդյունք բերի։ Իտալական մի թերթի էլ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ լինել Բուդապեշտում անցկացնել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ երկրորդ գագաթնաժողով, եթե այն իսկապես հենվի Ալյասկայի հանդիպման լավ մշակված արդյունքների վրա։ Միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Միացյալ Նահանգներում ավարտվեց պատմության մեջ ամենաերկարատև 43-օրյա շատդաունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց կառավարության աշխատանքը վերսկսելու մասին օրենքը։ Ներկայացուցիչների պալատի ընդունած փաստաթուղթը թույլ է տալիս վերականգնել դաշնային գերատեսչությունների ֆինանսավորումը, վճարել 100 հազարավոր աշխատակիցների աշխատավարձերը եւ վերսկսել կենսական ծառայությունների մատուցումը։ Այս որոշմանը նախորդել էր հանրապետականների եւ դեմոկրատների միջև սուր քաղաքական դիմակայությունը։ Թրամփը մրցակիցներին մեղադրում էր շանտաժի մեջ, իսկ դեմոկրատները դժգոհում էին առողջապահական սուբսիդիաների հարցում զիջումների չգնալու համառությունից։ Ուկրաինայում շարունակվում են կատաղի մարտերը Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի շուրջ, որտեղ Ռուսաստանը հայտարարում է առաջխաղացման մասին, իսկ Ուկրաինան պնդում է, որ հետ է մղում տասնյակ գրոհներ։ Լարված իրավիճակ է նաև Զապորոժիեի մարզում, որտեղ իշխանությունները տարհանում են խաղաղ բնակիչներին։ Կողմերը շարունակում են հեռահար անօդաչուներով հարվածները։ Դիվանագիտական դաշտում խաղաղ բանակցությունները դադարեցված են, սակայն Թուրքիայի միջնորդությամբ ջանքեր են գործադրվում գերիների փոխանակման գործընթացը վերսկսելու համար։ Իսկ Եվրամիությունը քննարկում է սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու հարցը։ Իրանը բախվել է տասնամյակների ամենալուրջ ջրային ճգնաժամին, որի հետևանքով ավելի քան 10 միլիոն բնակիչ ունեցող Թեհրանը հայտնվել է աղետի եզրին, քանի որ քաղաքի ամբարտակները գրեթե դատարկ են եւ իշխանությունները նախազգուշացնում են ջրի սահմանափակումների եւ հնարավոր տարհանման մասին։ Ճգնաժամը, որը ընդգրկում է նաև խոշոր քաղաքները, պայմանավորված է ոչ միայն երաշտով, այլև տասնամյակների սխալ կառավարմամբ եւ կլիմայի փոփոխության հետևանքներով, իսկ իրավիճակը մեծացնում է սոցիալական լարվածությունն ու բողոքի ցույցերի վտանգը տնտեսական դժվարությունների պայմաններում ապրող բնակիչների շրջանում։ Մինչ իշխանությունները դիմում են ժամանակավոր միջոցների եւ քաղաքացիներին հորդորում խնայել ջուրը։ Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններում 56.11% մասնակցության պայմաններում հաղթանակ է տարել գործող վարչապետ Մոհամեդ Շիա ալ-Սուդանիի գլխավորած կոալիցիան։ Վարչապետի կողմնակիցները դուրս են եկել փողոցներ նշելու հաղթանակը։ Ընտրություններն անցել են երիտասարդների շրջանում առկա հիասթափության ֆոնին, որոնք քվեարկությունը դիտարկում են իշխող կուսակցությունների միջև երկրի նավթային հարստությունը բաժանելու մեխանիզմ։
Չնայած հաղթանակին Սուդանի կոալիցիան բացարձակ մեծամասնություն չունի։ Ուստի սպասվում է կառավարություն ձևավորելու համար դաշինքներ կառուցելու երկարատև ու բարդ գործընթաց։ Ապագա կառավարության առջև կանգնած են լրջագույն մարտահրավերներ, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Իրանի ազդեցության հավասարակշռում եւ հզոր զինված խմբավորումների խնդիրը։ Բամակոյում անցկացված զորահանդեսի ժամանակ Մալիի վարչապետ Աբդուլլահ Մաիգան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի եւ Ալժիրի հասցեին, նրանց համարելով տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների հովանավորներ։ Միջոցառումը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Նիգերիա եւ Բուրկինա Ֆասոյի բարձրաստիճան պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները, ընդգծել է Բամակոյի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումը դեպի Մոսկվա, Փարիզի հետ հարաբերությունների խզման ֆոնին։ Միևնույն ժամանակ Մալիի կառավարությունը հայտարարել է, որ հաղթահարում է ահաբեկիչների ստեղծած մատակարարումների ճգնաժամը եւ Աֆրիկյան միությանը կոչ է արել ավելի վճռական դիրքորոշում որդեգրել երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքների նկատմամբ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Եվ վերջում Քիմ Քարդաշյանը եւս մեկ ֆինանսական ռեկորդ է սահմանել։ Նրա Skims ընկերությունը ըստ Forbes-ի հասել է նոր մակարդակի։ Ապրանքանիշը հայտարարել է, որ ներգրավել է $225 միլիոն ֆինանսավորում ընկերության ընդհանուր գնահատումը հասցնելով $5 միլիարդ։ Սա ավտոմատ ավելացրել է եւս $200 միլիոն Քիմի անձնական կարողությանը։ Այժմ ըստ Forbes-ի նրա կարողությունը կազմում է $1.9 միլիարդ։ Չնայած Keeping Up with the Kardashians եւ The Kardashians reality շոուներում վաստակած միլիոններին, Skims-ը պատասխանատու է Քիմի հարստության մեծ մասի համար։ Այժմին այսքանը լուրերի մեր գլխավոր թողարկումը ժամը 20-ին է։